Nissan-ը էլի։ Էսի բանալին է, չէ՞։ Էսի բանալին է իրա ավտոյի։ Սոխցրի վայրը։ Մարտի 24-ն է, Արագածոտնի մարզ, Երևան Գյումրի ավտոճանապարհի աշտարակի վարչական տարածքում Nissan Magnus-ի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում եւ բռնկվել։ Ավտովթար հրդեհի հետևանքով երկու հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, եւս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապախումբը կամ հիմա ասպա փոխվել է ինչ-որ Արագածոտնի մարզային շտաբ օգնության կայան։ Մի խոսքով շտաբ օգնության բժիշկները բավականին օպերատիվ են գործել եւ երկու հոգու նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել աշտարակ բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամանեին ներքին գործերի նախարարության փրկարարծառայության աշտարակի Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ավտոմեքենային առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած Հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է մոխրակույտի, ոչ շահագործելի։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ այս պահին բարեկները տարածքը սահմանազատել են դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողների հետ, արդեն դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության աշտարակի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից արդեն դեպքի վայր է ժամանել քննչական խումբը վարչության պետ Մնոյանի եւ օրվա պատասխանատու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։